Կարգավիճակի մասին, օրենքում փոփոխություն կատարելու մասին, օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, համեցեք վեճարգո պարոն նախարար։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Հարգելի ազգային ժողով, օրենքի նախագծի վերաբերյալ ազգային ժողովի պատգամավորների կողմից առաջարկություններ չեն ներկայացվել եւ կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ չեն կատարվել։ Խնդրում եմ օրենքի նախագիծն ընդունել երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն պարոն նախարար, քանի որ գրավոր առաջարկներ չեն եղել, հարցեր չեն կարող լինել, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարգելի հարակից զեկուցով հանդես կգա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, համեցեք պարոն Քոչարյան։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, մենք երկրորդ ընթերցմամբ կընդունենք այսօր կարևորագույն զինված ուժերի բարեփոխումների հետ կապված առաջարկը, որը կկրճատի ծառայության ժամկետը, սա մենք կարողացանք իրականացնել, որովհետև բանակի բարեփոխումները հասավ այդ փուլին։ Ուստի խնդրում եմ այս փուլը մենք միասնական քվեարկությամբ դարձնենք իրականություն։ Շնորհակալություն։ Էլի կգաք։ Այդ իրանց եմ ասում, պարոն Քոչարյան։ Պարոն Քոչարյան, զբաղեցրեք ձեր տեղը, հարցեր չեն կարող լինել։ Մտքերի փոխանակության համար գրանցում։ Գեղամ Նազարյան, համեցեք։ Այս նախագիծը ընդհանուր առմամբ դրական է եւ հասարակության եւ բոլոր շրջանակներում։ Ես նախագծից չեմ ուզում հիմա ասեմ, ուղղակի օգտվելով այն իրավիճակից, որ պաշտպանության նախարարը այստեղ է, այսօր լրատվամիջոցներում տարածվեց տեղեկություն, որ ոմն մեկը Հայաստանի պաշտպանության իրավիճակային հետ կապված ստահոդ տեղեկություն ա տարածել։ Վաղուց նման բան չէր եղել, բայց այսօր ունեցանք, եթե այսօր ունեցանք, ուրեմն դա նշանա, որ առաջիկայում ենք ունենալու։ Ես խնդրում եմ, որ կառավարությունը, պաշտպանության նախարարը, ես դա կանեի, բայց ես որ անեմ մի քիչ կարող սխալ անեմ, ճիշտ չանեմ, վաղուց հասունացել է, ես միշտ եմ առաջարկել, հատկապես այն օրերին, երբ որ սահմանային լարվածությունները շատ էին, օրենքով կարգավորենք, որ սահմանային գծի վերաբերյալ, բանակի հետ կապված, սահմանի հետ կապված տեղեկությունը իրավունք ունի լրատվամիջոցը մի տեղեկություն հրապարակել, որից առնվազն, ես հարցի ամենաթույլ կողմն եմ նշում, հազարավոր ծնողներ տագնապ են ունենալու, որոնք զինծառայող երեխա ունեն կամ ամուսին ունեն։ Այնպես որ ես խնդրում եմ այս հարցին լուրջ վերաբերվել, որովհետև չի կարելի ով երբուզի բանակի ու սահմանի մասին տեղեկություն հրապարակի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Նազարյան, Լիլիթ Ստեփանյան, համեցեք։ Շնորհակալ եմ, պարոն Պապիկյան, պարոն Քոչարյան,
Ես ուզում եմ ձեզ փոխանցել մեր զինծառայողների եւ նրանց որոշ ծնողների մտահոգությունը, անկեղծ ասած չեմ հետեւել երկրորդ ընթերցման ընթացքում հանձնաժողովի քննարկումներին, խնդրանքը հետեւյալն է. Ստացվում է այնպես, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, եթե այն տարածվում է մեր պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիների վրա, ստացվում է այնպես, որ նրանք ոչ միայն օգտվում են 1 տարի ու կես ծառայության հնարավորությունից, այլ ըստ էության ավելի շուտ ուշ գնում են, բայց արդեն ծառայողներից էլ ուշ գալիս են եւ մոտավորապես ծնողները հաշվել էին 20-25 օրվա տարբերություններ լինում եւ ես հիմա ձեզ փոխանցում եմ, հասկանում եմ, որ այլևս քննարկումների փուլը անցել է, չգիտեմ ինչ մեխանիզմով կարելի է առհասարակ այս մասին խոսել կամ արդյոք հնարավոր է վերանայել ինչ-ինչ դրույթներ, արդյոք հնարավոր չէ գոնե համահարթեցնել կամ հավասարեցնել, պարոն Պապիկյան, այսինքն գոնե շուտ եւ ավելի շուտ գնացածների եւ նոր գնացողների համար գոնե նույն օրը վերադառնան, այլապես իսկապես մի ամսվա տարբերություն է լինում։ Նրանք, ովքեր ուշ են գնում, մի ամիս ավելի շուտ են գալի, քան նրանք, ովքեր արդեն ծառայում են։ Շնորհակալ եմ։ Պարոն Նազարյան, երբ որ դուք խոսում եք, ոչ մեկ չէր խոսում։ Տեղից մի խոսացեք։ Շնորհակալություն, պարոն Պապիկյան, պարոն Խաչատրյան, մի խանգարեք։ Պարոն Պապիկյան, համեցեք եզրափակիչ ելույթի համար։ Բայց իրար հետ չէ, էլի, եկեք ստեղից բոլորով հասկանանք։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ։ Պարոն Նազարյան, նախ կրկին անգամ պիտի շնորհակալություն հայտնեմ ձեզ, որ դուք հետևողականորեն ամեն կերպ աջակցում եք բանակին, բանակում եւ ընդհանրապես սահմանին անվտանգության, տեղեկատվական անվտանգության պահպանմանը եւ կարծում եմ այս այն դեպքերից է, որ խոսքը միայն սահմանում տեղի ունեցող իրադարձությունների մասին չէ։ Սա սահմանում տեղի չունեցող իրադարձությունների մասին է եւ ըստ էության սա հիբրիդային հարձակման մասին է։ Եվ կարծում եմ հնարավոր իրավական կարգավորումը, որը ոչ միայն մեր ոլորտին է վերաբերում, այլ առհասարակ վերաբերում է նմանատիպ հարձակումներին, ազգային ժողովը եւ գուցե նաեւ կառավարության նախաձեռնողներ պիտի կառավարության կողմից մարմին, որ կնախաձեռնի, սրան նպատակաուղղված փոփոխություններով պիտի գանք ազգային ժողով կամ ձեզնից ստանանք առաջարկ, որովհետև սա իրապես լուրջ մարտահրավեր է պետության անվտանգության։ Տիկին Ստեփանյան, ձեր հարցին ի պատասխան նախ նշեմ, որ այսօր զորակոչվող ցանկացած զինվոր կզորացրվի նույն օրը, եթե ծառայության ընթացքում չդրսևորի այնպիսի վարքագիծ, որի արդյունքում կհայտնվի կալանքի մեջ, խոսքը վերաբերում է կարճաժամկետ կալանքներին, ասենք 5 կամ դրական փոփոխությունը կատարելներ, ազգային ժողովի հարգելի падգամավորներ, երկրորդ ընթերցմամբ հաստատվելուց հետո այս օրենքը հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի եւ արդեն 2026 թվականի հունվարի 7-ից զորակոչվող մեր տղաները, պատանիները այլևս կծառայեն 18 ամիս։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Պապիկյան, նաև ձեզ։ Հարցի քննարկումն ավարտվեց։ Հարգելի գործընկերներ, այժմ քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության